Առնվազն $10 միլիարդ կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է օգտատերերի նույնականացման ծառայություններ մատուցող Okta ամերիկյան ընկերությունը, որի բաժնետոմսերը անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 24%-ով։ Հաջորդը AST Space Mobile ընկերությունն է, տիեզերական բջջային ցանցի տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերը անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 23%-ով։ Եռյակը եզրափակում է պողպատի արդյունահանմամբ զբաղվող ArcelorMittal ընկերությունը 19.5% աճով։ Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է Venture Global-ը։ Հեղուկ գազի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերի գինը մեկ շաբաթում նվազել է 38%-ով։ Հաջորդը MongoDB-ն է, NoSQL տվյալների բազայի հարթակ տրամադրող ամերիկյան ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 29.8%-ով։ Եռյակը եզրափակում է Samsara բիզնեսի ավտոմատացման IoT ծառայություններ առաջարկող ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 25.8%-ով։ Wall Street-ը ուրբաթ օրը փակվել է աճով, ինչին նպաստել են դաշնային պաուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելի մեկնաբանությունները այն մասին, որ տնտեսությունը լավ վիճակում է, սակայն նա հասկացրել է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական նվազեցումը շուտ չի լինի։ Չնայած շաբաթվա վերջի վերականգնմանը շուկաները կրել են վերջին մի քանի ամիսների ամենամեծ շաբաթական կորուստները։ S&P 500-ը շաբաթական կտրվածքով նվազել է 3.1%-ով, Nasdaq-ը 3.45%-ով, Dow Jones-ը 2.37%-ով։ Նման կորուստների պատճառը ներդրողների զգուշավորությունն է ԱՄՆ առևտրային քաղաքականության շուրջ անորոշության պատճառով։ Նախագահ Թրամփը մեկ ամսով հետաձգել է Կանադայից եւ Մեքսիկայից ներմուծվող որոշ ապրանքների, մասնավորապես ավտոմեքենաների նոր մաքսատուրքերը, սակայն Չինաստանի հետ առևտրային լարվածությունը պահպանվում է։ Ներդրողները վախենում են, որ Թրամփի առևտրային քաղաքականությունը կարող է խթանել գնաճը երկրում եւ դանդաղեցնել տնտեսական աճը։ ԱՄՆ-ում աճում են արագ սննդի ընկերությունների բաժնետոմսերի գները։ McDonald's-ը հասել է ռեկորդային բարձր մակարդակի, վերջին շաբաթվա ընթացքում աճելով 5%-ով։ Yum Brands-ը, որը միավորում է KFC-ին, Taco Bell-ը եւ Pizza Hut-ը, ինչպես նաեւ Restaurant Brands International-ը, որը ներառում է Burger King-ը, Popeyes-ը, Tim Hortons-ը, նույնպես լավ արդյունքներ են գրանցել տարեսկզբից ի վեր։ Պատճառն այն է, որ ԱՄՆ առևտրային քաղաքականության անորոշության պատճառով մարդիկ նախընտրում են ավելի էժան սննդամթերք գնել։ Տեսլայի բաժնետոմսերը 7-րդ շաբաթն անընդմեջ նվազում են եւ այժմ դեկտեմբեր ամսվա ռեկորդային բարձր ցուցանիշից ցածր են գրեթե 50%-ով։ Ուրբաթ օրը ընկերության բաժնետոմսերը փակվել են $242.6, դեկտեմբերի $479.8 համեմատ։ Այս անկումը սկսվեց հունվարին նախագահ Թրամփի պաշտոնը ստանձնելուց հետո։ Դրա վրա ազդել են բազմաթիվ գործոններ։ Հիմնական մտահոգություններից մեկը Տեսլայի վաճառքների դանդաղումն է հիմնական շուկաներում, ինչպիսիք են Չինաստանը եւ Եվրոպան։ Մեկ այլ նպաստող գործոն է Իլոն Մասկի ներգրավվածությունը ամերիկյան նոր վարչակազմում, ինչը ազդել է Տեսլայի հանրային իմիջի վրա, քանի որ ներդրողները եւ հասարակությունը հակասական կարծիքներ ունեն կառավարության գործերում նրա մասնակցության վերաբերյալ։ Իլոն Մասկը այս տարի իր զուտ կարողությունից $52 միլիարդ է կորցրել, սակայն շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը։ Broadcom ընկերության բաժնետոմսերը կտրուկ աճել են այն բանից հետո, երբ այն հաղորդել է սպասվածից ավելի լավ եկամուտների մասին եւ լավատեսական կանխատեսումներ արել, որոշակի թեթևացում բերելով շուկայի արհեստական բանականության հատվածի համար։ Չիպեր արտադրող ընկերության բաժնետոմսերը ուրբաթ աճել են 10%-ով, հասնելով $198։ Ներդրողների համար կարևորագույն ցուցանիշը Broadcom-ի արհեստական բանականության սեգմենտից ստացված եկամտի 77% աճն էր, ինչը ցույց է տալիս, որ արհեստական բանականության սարքավորումների պահանջարկը կարող է դեռևս բարձր լինել, չնայած շուկայում այդ ոլորտի հանդեպ աճող թերահավատությանը։ Nvidia-ի շուկայական կապիտալիզացիան հունվարին գրանցված առավելագույն մակարդակից ի վեր $1 տրիլիոն նվազել է։ Ընկերության բաժնետոմսերը վերջին 2 ամիսների ընթացքում նվազել են ավելի քան 23%-ով։ Մեկ բաժնետոմսի գինը հասել է $107, հունվարին գրանցված $149.4 ռեկորդային բարձր ցուցանիշի համեմատ։ Ուրբաթ օրը ընկերության շուկայական կապիտալիզացիան կազմել է $2.6 տրիլիոն։ Անկումը մասամբ պայմանավորված է արհեստական բանականության ոլորտի գերագնահատված լինելու վերաբերյալ աճող մտահոգություններով։
2025 թվականին չինական տեխնոլոգիական բաժնետոմսերը զգալիորեն աճել են, ավելացնելով $439 միլիարդ շուկայական արժեք եւ առաջ անցնելով ԱՄՆ տեխնոլոգիական բաժնետոմսերից, ներառյալ այսպես կոչված հրաշալի յոթնյակի բաժնետոմսերից։ Չինական տեխնոլոգիաների 7 տիտանները, ինչպիսիք են Alibaba-ն, Tencent-ը եւ Xiaomi-ն, այս տարի աճել են ավելի քան 40%, մինչդեռ ԱՄՆ տեխնոլոգիական բաժնետոմսերը նվազել են մոտ 10%։ Չինական տեխնոլոգիական բաժնետոմսերի աճը խթանել է DeepSeek-ի հաջողությունը։ Արհեստական բանականության այս մոդելը վերջ է դրել այն ենթադրություններին, որ Չինաստանը չի կարող մրցակցել Միացյալ Նահանգների հետ արհեստական բանականության նորարարությունների ոլորտում։ Բացի այդ, Չինաստանի աճող աջակցությունը իր տեխնոլոգիական հատվածին եւ Alibaba-ի նման ընկերությունների նոր արհեստական բանականության գործիքները ել ավելի են մեծացրել ներդրողների վստահությունը։ Շատ ներդրողներ իրենց ուշադրությունը այժմ տեղափոխում են չինական տեխնոլոգիական բաժնետոմսերի վրա, որոնք համարվում է, որ աճի ավելի մեծ ներուժ ունեն։ NASDAQ-ը հայտարարել է, որ պլանավորում է 2026 թվականի երկրորդ կեսից անցնել 24-ժամյա առևտրի ռեժիմի, շաբաթը 5 օր։ Այս քայլը նպատակ ունի ավելի մատչելի դարձնել ԱՄՆ շուկաները, հատկապես միջազգային թրեյդերների համար, ընդլայնելով առևտրի ժամերը տարբեր ժամային գոտիներում։ NASDAQ-ի նախագահ Թալ Քոհենը բացատրել է, որ այս փոփոխությունը պայմանավորված է ԱՄՆ շուկաներում մանրածախ ներդրողների հետաքրքրության աճով եւ ԱՄՆ-ի բաժնետոմսերում օտարերկրյա ներդրումների զգալի աճով, որը հունիսին հասել է $17 տրիլիոն։ NASDAQ-ը արդեն սկսել է քննարկումները կարգավորիչների հետ փոփոխության վերաբերյալ։ 2025 թվականի մարտի 3-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 5 միլիարդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026 թվականի մարտի 2-ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 14.1 միլիարդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 92 դրամ, իսկ եկամտաբերությունը 8.4%։ Ակնկալվում է, որ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը կսկսի նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը հունիսին, որոշ վերլուծաբաններ կանխատեսում են մինչև 3 կրճատում 2025 թվականին։ Սա հետևում է աշխատատեղերի մասին զեկույցին, ըստ որի փետրվարին ամերիկյան գործատուները ավելացրել են 151,000 նոր աշխատատեղ, չնայած գործազրկության մակարդակը նույնպես աճել է մինչև 4.1%։ Բացի այդ, կառավարությունն այժմ կրճատում է դաշնային աշխատատեղերը, ինչի ազդեցությունը աշխատաշուկայի վրա կերևա ավելի ուշ։ Նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել ԱՄՆ կառավարության համար բիթքոյնի ռազմավարական պահուստ ստեղծելու մասին, որը կազմված կլինի այն բիթքոյններից, որոնք ԱՄՆ կառավարությունը առգրավել է հանցագործներից կամ իրավական այլ գործընթացների միջոցով։ Ներկայումս այդ բիթքոյնների թիվը 200,000 է, ներդրողներին այս տեղեկությունը հիասթափեցրել է, քանի որ նրանք հույս ունեին, որ Թրամփը ռազմավարական պահուստը կստեղծի նոր բիթքոյններ գնելով։ Այս հայտարարությունից հետո բիթքոյնի գինը կարճ ժամանակով նվազել է մոտ 5%, հասնելով $85,000, սակայն ավելի ուշ այն վերականգնվել է մինչև $89,200։ Բիթքոյնի ռազմավարական պահուստ ստեղծելը խորհրդանշական է, քանի որ առաջին անգամն է, որ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես ճանաչում է բիթքոյնը որպես պահուստային ակտիվ, ինչպիսին օրինակ ոսկին է։ Եվրոպական կենտրոնական բանկը կրկին նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այն հասցնելով 2.5%-ի, սա անցած տարվա հունիսից ի վեր 6-րդ նվազեցումն է։ ԵԿԲ-ն բացատրել է, որ իր դրամավարկային քաղաքականությունը դառնում է ավելի մեղմ տնտեսական աճին աջակցելու նպատակով, քանի որ գնաճը մոտենում է իր 2% նպատակային ցուցանիշին։ Հետաքրքրված եք ներդրումներով, բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։ Apricot Capital-ը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից։